Մարիա հեռուստասերիալում իրավիճակն ավելի քան վտանգավոր է դառնում, իսկ գլխավոր հերոսուհին Մարիան շարունակում է մենակ պայքարել ճշմարտությունը բացահայտելու համար։ Նա ամեն ինչ պատմում է իր մայրիկին, Օֆային, ասում է, որ հանդիպել էր Ռաֆին, ով ինչպես միշտ խմած էր, ու նրա առաջարկով միասին գնացել էին քաղաքից դուրս։ Մարիան սկզբում երկմտել էր, բայց հետո համաձայնել։ Իսկ Օֆան, անցնելով կյանքի դաժան դպրոցը, շատ լավ է տարբերում վտանգը, երբ այն կանգնած է դռան շեմին։ Նա զգուշացնում է դստերը, որ հնարավոր է Ռաֆը հենց ինքն է հիմա խաղում խաղ։ Ձևացնում է, թե հավատում է Մարիային, բայց իրականում հասկացել է նրա նպատակները ու պատրաստվում է հակահարված տալ։ Օֆան հորդորում է պատմել ամեն ինչ Ռուբենին, սակայն Մարիան, ինչպես միշտ, համառ է։ Նա ասում է, որ եթե Ռուբենը հիմա իմանա, ամեն ինչ կկործանվի, քանի որ Ռաֆը զգոն է դարձել ու հեշտությամբ չի մատնի իրեն։ Օֆան, չնայած սրտում անսահման հանգստություն ունի, չի ցանկանում հիասթափեցնել դստերը ու պահում է նրա գաղտնիքը, բայց դա հաստատ ժամանակավոր է։ Շուտով նա ստիպված կլինի Ռուբենին պատմել ամեն ինչ, քանի որ իրավիճակը գնալով ավելի է դառնում վտանգավոր։ Իսկ այս ընթացքում Ռաֆը շարունակում է գծել իր հերթական ծրագրերը, տանը բազմոցին նստած իր մայրիկի Ալայի հետ։ Նա օրեր շարունակ խոսում է ինչպես ոչնչացնել Մարիային, վրեժ լուծել, ինչպես խաղալ նրա պատվի հետ, իսկ Ալան նույնպես անգործ ու անգործունակ նաև, միայն բառեր է ասում, թե պետք չէ, բայց ոչ մի քայլ չի անում որդուն կանգնեցնելու համար։ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է մի ամբողջ ընտանիք կործանվում ստի, վրեժի ու լռության պատճառով։ Դավիթի ճակատագրական դատավարության օրը մոտենում է, նրա փաստաբանը գալիս է Ռուբենի տուն և հայտնում, որ այս պահի դրությամբ ոչ մի ապացույց չունեն Դավիթի անմեղությունն ապացուցելու համար։ Իսկ իրական մարդասպանը դեռ ազատության մեջ է։ Եթե այսպես շարունակվի, Դավիթը դատապարտվելու է ազատազրկման մի հանցանքի համար, որ չի կատարել։ Եվ ահա, կեսգիշերին Ռաֆը զանգում է Մարիային, կանչում է հանդիպման։ Սկզբում Մարիան մերժում է, վախը սեղմում է կոկորդը, բայց հիշելով Դավիթի ճակատագրի վտանգը, այնուամենայնիվ համաձայնում է։ Հիմա արդեն Մարիան մենակ է, մթության մեջ, կանգնած Ռաֆի պլանների առաջ, իսկ հեռուստադիտողը սպասում է տեսնելու վերջապես ինչ է պատրաստվում անել Ռաֆը։ Կբացվի նրա իրական դեմքը, արդյոք նա գաղտնիքը ու սպանության մանրամասները կպատմի Մարիային, թե կրկին կմնանք միայն խոսքերի մակարդակում։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկում են ասելի հո անտեր չես։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ինք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապնիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման եմ ինք խոսքը։ Սուրեն և կամարը։ Բերիսար։ Անդրես Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմոս գովազդնամ։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասվել եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլեն ջան։
Տուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հարկ Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, 2-ով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրության պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում, տոկը չտա։ Չէ, պլասմասը։ Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ է 3 ժամը համար։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս պիջակի։ Մի բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից են կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Ստեն դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։